Ծառայությունը ներկայացնում է Ազատագրություն անեծքից Մաս առաջին Այս թեմայի վերաբերյալ որոշակի ճշմարտություններ Աստված խորությամբ ինձ սովորեցրել է վերջին 5 տարիների ընթացքում, որոնք հեղափոխել են իմ կյանքը, ինչպես նաև շատերի կյանքը, որոնց արտոնություն եմ ունեցել ծառայել այս ճշմարտությամբ։ Որոշ տեղերում, որտեղ ծառայել եմ, հարցրել եմ մարդկանց, թե ցանկանում են արդյոք օգտվել այս ճշմարտությունից, որն Աստված ընձեռնում է իրենց։ Մարդկանց շուրջ 95%-ը ցանկություն է հայտնել ընդունել դա, եւ մենք տեսել ենք, թե ինչպես են մարդիկ արմատապես փոխվել։ Հիշում եմ, երբ տարիներ առաջ այս մասին խոսում էի Զամբիայում, Կենտրոնական Աֆրիկայում։ Վերջում ինձ մոտեցավ մի տղամարդ։ Աֆրիկացիները սովորաբար աղքատ են, սակայն այս տղամարդը բավականին լավ էր հագնված եւ կրթված էր։ Նա գետնին ընկավ եւ եթե թույլ տայի, ոտքերս կհամբուրեր։ Հետո նա կանգնեց, նա մոտ 40 տարեկան էր, եւ ասաց. «Իմ ողջ կյանքում տառապել եմ եւ դժբախտ եմ եղել, երջանիկ օր չեմ ունեցել»։ Հետո նա ավելացրեց. «Բայց երբ աղոթեցի ձեզ հետ, իմ մեջ ամեն բան փոխվեց, ամբողջովին ազատագրվեցի ցավից, ես ուրիշ մարդ եմ դարձել»։ Ուրեմն այս պատգամի մեջ զորություն կա։ Տեղին կլիներ անդրադառնալ Գաղատացիս 3:13 եւ 14 խոսքերին, որոնք այս պատգամի հիմքն են։ Գաղատացիս 3:13 եւ 14 խոսքերը։ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից գնեց, մեզ համար անեծք լինելով, որովհետև գրված է. «Փայտից կախված ամեն ոք անիծյալ լինի, որպեսզի Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսով լինի, որպեսզի մենք Սուրբ Հոգու խոստումը հավատքով ընդունենք»։ Այս խոսքերը մեզ հայտնում են այն փոխանակման մասին, որը տեղի ունեցավ, երբ Հիսուսը գանված էր խաչին։ Համաձայն 5 կտակարանի Ղևտացիների գրքի, ով մահանար ծառից կախված, անեծք էր դա։ Այսպիսով, երբ Հիսուսը կախվեց ծառից, որը խաչն էր, նա անեծք դարձավ։ Կատարված Աստծո կողմից սահմանված փոխանակումն էր, որը պարզորոշ գրված է այս համարներում։ Հիսուսը վերցրեց մեր վրա եղած ամեն տեսակի անեծքը, որ մենք ազատված լինելով անեծքից մտնենք օրհնության մեջ, որն Աստված պատրաստել էր իր ժողովրդի համար։ Այսպիսով կա մի պարզ ու գործնական փոխանակում։ Հիսուսն անեծք դարձավ, որ մենք ընդունենք օրհնությունը։ Որպեսզի սա ավելի պարզ դառնա ձեզ համար, կառաջարկեի ասել սա եւ կխնդրեի, որ ընթացքում օգտագործեք ձեր ձեռքերը։ Ձախ ձեռքը վատ բաների համար եւ աջ ձեռքը լավ բաների։ Մեկ անգամ նայեք ինձ եւ հետո մենք միասին կանենք։ Հիսուսն անեծք դարձավ, որ մենք կարողանանք ընդունել օրհնությունը։ Պարզ է։ Հիմա հիշեք, որ ձեր ձախ ձեռքը իմ աջ ձեռքի հակառակն է, այնպես որ ինձանով մի շփոթեք եւ ձեր հարևանի քթին էլ չզարկեք, այլ զգուշորեն արեք։ Պատրաստ եք։ Հիսուսը անեծք դարձավ, որ մենք ընդունենք օրհնությունը։ Հիմա ցանկանում եմ բացատրել ձեզ անեծքների եւ օրհնությունների ուղղությունը։ Սրանք Աստվածաշնչի երկու գլխավոր թեմաներն են։ Կարծում եմ օրհնություն բառը ողջ Աստվածաշնչում տարբեր ձևերով շուրջ 600 անգամ է հանդիպում, իսկ անեծք բառը մոտ 2 անգամ քիչ։ Բայց իմ փորձից սովորել եմ, որ Աստծո ժողովրդի մեծ մասն իրականում տեղյակ չէ օրհնությունների եւ անեծքների էությանը։ Հավատում եմ, Աստծո նպատակն է, որ Քրիստոսի փրկագնման միջոցով մենք ազատ լինենք անեծքներից եւ վայելենք օրհնությունները, բայց ամեն տեղ, ուր ճամփորդել եմ, տեսել եմ քրիստոնյաների, ովքեր օրհնությունները վայելելու փոխարեն անեծքների մեջ են։ Եվ հիմնական պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում զանազանել, թե որն է անեծքը եւ որը օրհնությունը։
Երկրորդ պատճառը, որ անգամ զանազանելուց հետո չեն իմանում, թե ինչպես ազատվել անեծքից և մտնել օրհնության մեջ, այնպես որ թույլ տվեք սկսել տալով ձեզ օրհնությունների և անեծքների մի պարզ սահմանում։ Երկուսն էլ գերբնական զորության տարածման միջոցներ են։ Շատ կարևոր է հասկանալ, որ սրանք իրենց էությամբ բնական չեն, դրանք բնականի շրջանակներից դուրս են։ Օրհնությունները գերբնական զորության տարածման միջոցներ են ի բարին, իսկ անեծքները դեպի չարը։ Նրանց շատ բնորոշ է այն, որ շատ հաճախ դրանք մի սերնդից փոխանցվում են մյուս սերնդին։ Երբեմն այնքան է տևում, մինչև մեկն իմանա, թե ինչպես դրա վերջը տալ և կտրել այն, եթե դա անեծք է, և նման արդյունքում ձեզանից շատերը տառապում են այն բաների դրսևորման պատճառով, որոնք տեղի են ունեցել շատ սերունդների առաջ։ Եվ դուք պետք է իմանաք, թե որտեղ է սկսվել ձեր խնդիրը և որևէ բան ձեռնարկեք դրանից ազատագրվելու համար։ Օրհնությունները և անեծքները սովորաբար ուղեկցվում են խոսքերով։ Դրանք կարող են արտաբերված, գրված կամ էլ ներքուստ ասված խոսքեր լինեն։ Օրհնություններն ու անեծքները կարող են փոխանցվել նաև առարկաների միջոցով։ Այնպես, որ միշտ չէ, որ այն կապված է խոսքերի հետ։ Մի պարզ օրինակ. հաղորդության ժամանակ, որն ընդունում ենք մենք որպես քրիստոնյաներ, Պողոսն ասում է, որ օրհնության այն բաժակը, որը մենք օրհնում ենք, չէ, որ հաղորդություն է Քրիստոսի արյանը։ Այսպիսով այդ բաժակը, որը ֆիզիկական առարկա է և որի մեջ գինի կա, Աստված այն օրհնության է փոխակերպում մեզ համար։ Հին Կտակարանում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես առարկայի միջոցով կարող է անեծքը փոխանցվել մարդուն։ Մասնավորապես Մովսեսի օրենքի համաձայն, եթե կնոջը կասկածում էին իր ամուսնու հանդեպ անհավատարմության մեջ, մի յուրահատուկ թեստ կար։ Քահանան կնոջը խորան էր տանում, անեծք էր գրում մի կտավի վրա, հետո լվանում էր այդ անեծքի կտավը և թանաքը լցնում ջրով լի բաժակի մեջ։ Այդ կնոջը ստիպում էին խմել այդ ջուրը և իր վրա անեծք հռչակել։ Եթե նա անմեղ էր, նրա հետ ոչինչ տեղի չէր ունենում և նրա ամուսինը այլևս իրավունք չուներ մեղադրելու նրան։ Սակայն եթե նա մեղավոր էր, նրա մարմնի հետ սարսափելի բաներ էին կատարվում։ Ես ուղղակի մի օրինակ եմ բերում, թե անեծքն ինչպես կարող է փոխանցվել առարկաների միջոցով, տվյալ դեպքում մեկ բաժակ ջրի միջոցով։ Այս ճշմարտությանը ես հասել եմ իմ անձնական փորձի միջոցով։ Հազիվ թե քարոզեմ մի բանի մասին, որն ուղղակի տեսություն լինի։ Գրեթե ամեն ինչ, ինչի մասին ուսուցանում եմ, վերապրել եմ իմ անձնական կյանքով և հատկապես այս պատգամի վերաբերյալ։ Անձնական 3 օրինակ կբերեմ, որոնք մշտապես անհանգստացրել են ինձ։ Դա միանգամից չի եղել, այս ճշմարտության ճանաչումը քայլ առ քայլ է ինձ տրվել։ Եվ ես կարծում եմ, որ Աստված վերահսկել է իմ կրթությունը, թույլ տալով, որ որոշակի փորձառություն ձեռք բերեմ և գործ ունենամ որոշակի դեպքերի հետ, որոնք բացել են իմ աչքերը այս բաների վերաբերյալ։ Վերադառնալով 1960-ականների վերջը, երբ ապրում էի Ֆլորիդայի Ֆորթ Լոդերդեյլ քաղաքում, իմ առաջին կնոջ Լիդիայի հետ, ես իմ մայրական պապից ժառանգություն էի ստացել չինական արվեստի և մշակույթի զանազան առարկաներ։ Պապս բրիտանական բանակի սպա էր և 1904 թվականին բրիտանական կառավարության կողմից որպես էքսպեդիցիոն կորպուսի հրամանատար ուղարկվում է Չինաստան այսպես կոչված բոքսյորային ապստամբությունը ճնշելու։ Նա այնտեղից վերադառնում է իր հետ բերելով չինական տարբեր առարկաներ։ Հետո մայրս դրանք տալիս է ինձ որպես ժառանգություն։ Դրանց մեջ կային 4 շքեղ ասեղնագործ հրեշներ և ամեն մեկը առանձին կտավի վրա, որոնց գույներն ուղղակի սքանչելի էին։
Մի անձնավորություն, ով տեղյակ էր չինական մշակույթից, ասաց ինձ, որ դրանք կայսերական հրեշներ են եղել, որովհետև 5 թաթ ունեին։ Սովորական հրեշները 4 թաթ ունեն, իսկ կայսերականները 5։ Ես շատ մտերիմ էի իմ պապի հետ, որի պատճառով էլ այդ հրեշները շատ թանկ էին ինձ համար։ Երբ մենք տեղավորվում էինք Ֆորտ Լոդերդեյլի մեր տանը, ես այդ 4 հրեշների պատկերները դրեցի շրջանակի մեջ և կախեցի հյուրասենյակի պատից, սակայն որոշ ժամանակ անց Սուրբ Հոգին սկսեց անհանգստացնել ինձ։ Երբևէ անհանգստացրել է ձեզ Սուրբ Հոգին։ Գիտեք, թե սկզբում ինչ ենք անում, թոթափում ենք մեզ և ասում, որ դա անմտություն է, հնարավոր չէ, որ Սուրբ Հոգին այդպես ասի։ Այնուամենայնիվ Սուրբ Հոգին ինձ ցույց տվեց, թե ըստ Աստվածաշնչի հրեշն իրենից ինչ է ներկայացնում։ Ես բավականին լավ գիտեի Աստվածաշունչը, որ հասկանայի, թե հրեշը պարզորոշ ներկայացնում է սատանային, Հայտնության 12:9 խոսքից սկսած։ Այնուհետև նա ասաց ինձ, արդյոք պատվաբեր է քեզ Տիրոջ ծառային, որ հյուրասենյակի պատից կախված լինի մի պատկեր, որը գովազդում է սատանային։ Որոշ ժամանակ պայքարում էի սրա դեմ, բայց հետո ասացի, լավ Տեր, դու հաղթեցիր, ես կազատվեմ այդ հրեշներից։ Եվ ես արեցի դա և արեցի Աստծուն հնազանդվելու համար։ Եվ դրա արդյունքը բավականին հիշարժան էր։ Մինչ այդ ժամանակը իմ ֆինանսական դրությունը միջին մակարդակի վրա էր։ Ես շրջում քարոզում եի և դրա համար պարգևատրություններ էի ստանում, դա ծածկում էր մեր կարիքները, սակայն մենք չէինք կարողանում որևէ խնայողություն անել։ Նաև իմ ընտանիքի մեջ տարօրինակ բաներ էին կատարվում։ Ես դժվարություններ ունեի կնոջս հետ փոխհարաբերության մեջ, այդ ժամանակ ծնողներիցս բավականին խոշոր գումար ժառանգություն ստացա, սակայն որոշ մարդկանց անպատասխանատվության պատճառով այդ ժառանգությունը որոշ ժամանակով սառեցվեց։ Եվ երբ ազատվեցի այդ հրեշներից, սկսեցի հասկանալ, որ իմ բարեկեցության մակարդակը փոխվեց։ Ես որևէ հատուկ բան չարեցի, բայց հաջորդ տարի իմ եկամուտը կրկնապատկվեց առանց իմ կողմից որևէ հատուկ ջանքի։ Այնուհետև ես ստացա իմ ժառանգությունը և կնոջս հետ կարողացանք տուն գնել, ինչը մեր կողմից հավատքի մեծ քայլ էր, և մենք շատ ուժեղ զգում էինք Աստծո առաջնորդությունը այդ տունը ձեռք բերելու համար։ Ես չեմ քարոզում բարգավաճման մասին, որովհետև կարծում եմ մենք շատ զգույշ պետք է մոտենանք այդ հարցին, բայց բարգավաճումը նպատակ ունի։ Մենք տեղափոխվեցինք այդ տունը և 9 տարի ապրեցինք այդ տանը, որից հետո 3 անգամ ավելի թանկ վաճառեցինք մեր վճարած գնից։ Եվ մեր ձեռք բերած գումարներով երկրորդ կնոջս Ռութի հետ ի վիճակի եղանք Երուսաղեմում սեփական տուն կառուցել, որն իմիջիայլոց բավականին թանկ արժեր։ Այդ տան վաճառքի արդյունքում Աստված ֆինանսապես ապահովեց մեզ։ Դա ծրագրված չէր իմ կողմից և որևէ մտադրություն չունեի, սակայն հասկացա, որ այդ հրեշների պատճառով իմ տան մեջ խավար և չար ուժ էր հաստատվել։ Եվ քանի դեռ այդ ուժը չէր հեռացվել և դրա հարցերը չէր լուծվել, ես չէի կարողանում ավելի հեռուն գնալ իմ ծառայության մեջ։ Եվ հետաքրքիր է, որ անգամ չգիտեի, թե ինչ էր պատրաստել Աստված ինձ համար։ Սա նկատել եմ նաև շատերի կյանքում։ Երբ մարդկանց կյանքում անեծք կա, նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում ազատագրված լինել այդ անեծքից, նրանք չեն էլ կարող պատկերացնել այն։ Որոշ ժամանակ անց ես ծառայում էի երիցական եկեղեցում, Ամերիկայի միջին արևմուտքում։ Վերջացնելով պատգամը, ես կանգնած էի բեմին և չէի իմանում, թե որն է հաջորդ քայլս լինելու, երբ այդ պահին իմ առջև նստած մի ընտանիք տեսա, հայրը, մայրը և երիտասարդ աղջիկը։ Երբ նայեցի նրանց, Սուրբ Հոգին ինձ ասաց. այդ ընտանիքի վրա անեծք կա։ Ես չէի էլ քարոզել կամ մտածել այդ մասին և չէի էլ իմանում, թե ինչ պետք է անեմ այդ ուղղությամբ։ Մի պահ սպասեցի և դարձյալ կրկնվեց այդ միտքը, այդ ընտանիքի վրա անեծք կա։ Ես մոտեցա ընտանիքի հորը և ասացի. պարոն, ես հավատում եմ, որ Աստված ինձ ցույց է տվել, որ ձեր ընտանիքի վրա անեծք կա, կցանկանայիք արդյոք ազատվել դրանից Հիսուսի անունով։ Այդ ժամանակ բացարձակ որևէ փորձառություն չունեի և շարժվում էի զուտ հավատքից դրդված։
Նա անմիջապես ասաց այո, եւ հետո նրանից իմացա, որ իր ընտանիքի կյանքում այնքան շատ դժբախտ պատահարներ էին եղել, որ այդ մտքի հետ, թե դա անեծք է, նա համաձայնվեց։ Այնուհետև բարձրաձայն մի կարճ աղոթք ասացի, այդ ընտանիքին արձակելով անեծքից։ Եվ երբ ասացի Հիսուսի անունով, այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամի մոտ ֆիզիկական տեսանելի դրսևորում հայտնվեց, թեպետ եւ ես նրանցից ոչ մեկին ձեռքով չէի հպվել։ Ետ քաշվեցի եւ տեսա, որ այդ ընտանիքի երիտասարդ աղջկա ոտքը կոնքից մինչեւ ոտքի ծայրը գիպսի մեջ էր։ Կրկին մոտեցա հորը եւ հարցրի. «Կցանկանաք, որ աղոթենք ձեր աղջկա ոտքի բժշկության համար»։ Եվ նա անմիջապես պատասխանեց. «Այո, բայց դուք պետք է իմանաք, որ վերջին 18 ամսվա ընթացքում նրա նույն ոտքը 3 անգամ կոտրվել է եւ բժիշկն ասել է, որ այն այլևս չի ապակինվի։ Եթե ես այսօր լսեի, որ ինչ-որ մեկի ոտքը 18 ամսվա ընթացքում 3 անգամ կոտրվել է, չէի էլ կասկածի, որ դա անեծք է»։ Այդ ժամանակ ասացի. «Այն ինչ կարող եմ անել, դա ոտքն իմ ձեռքերի մեջ պահելն ու պարզ աղոթք ասելն է, ինչը եւ արեցի»։ Մի քանի շաբաթ անց այդ մարդուս նամակ ստացա, որը շնորհակալություն էր հայտնում եւ հատուկ նշում, որ երբ իրենց աղջկա ոտքի ռենտգենի համար գնացել էին հիվանդանոց, պարզվել էր, որ ոտքը բժշկված է։ Եվ կարճ ժամանակ անց գիպսը հանել էին։ Երբ մտածեցի սրա մասին, հասկացա, որ այդ ընտանեկան անեծքը, որն Աստված ցույց տվեց, արգելք էր իրենց աղջկա ոտքի բժշկության համար, եւ քանի դեռ արգելքը կար, ոտքի բժշկության համար աղոթքը արդյունավետ չէր, եւ հարյուրավոր անգամներ դրա վկան եմ եղել, որ ընտանեկան կամ անհատական անեծքը Աստծո ժողովրդի համար կարող է Աստծո սահմանած օրհնությունների անտեսանելի արգելք լինել։ Իմ դեպքում հրեշներից ազատվելը ֆինանսական բարգավաճում եւ Աստծո կամքի հայտնություն բերեց։ Այդ աղջկա դեպքում օրհնությունը ոտքի կոտրվածքի բժշկվելն էր, որին արգելք էր հանդիսանում անեծքը։ Դրանից հետո ես սկսեցի ուսուցանել այդ մասին եւ որոշ ձայնագրություններ կատարեցի, որոնց մեջ նաեւ 3 պատգամներից բաղկացած շարք, որը կոչվում էր «Անեծքներ, պատճառը եւ բժշկությունը»։ Դրանք սկսեցին տարածվել եւ ես զարմանահրաշ վկայություններ էի ստանում այն մասին, թե ինչ էր կատարվում ոչ միայն առանձին մարդկանց կյանքում, այլև ամբողջ եկեղեցիներում։ Այդ 3 ձայներիզները հայտնվել էին Հարավային Աֆրիկայում։ Ռութն ու ես մեկնեցինք Հարավային Աֆրիկա, Քեյփթաուն եւ հանդիպեցինք մի հրեա կնոջ, որն ընդունել էր Հիսուսին որպես իր Մեսիա եւ Փրկիչ։ Եվ այս պատմությունը անմիջապես իրենից լսեցինք։ Նա բավականին փորձառու քարտուղարուհի էր եւ բարձր աշխատավարձով աշխատանք է ունենում մի ընկերությունում։ Որոշ ժամանակ անց նա հայտնաբերում է, որ այդ ընկերության թե նախագահը եւ թե մյուս աշխատակիցները ներգրաված են մի տարօրինակ աղանդի մեջ, որը ղեկավարվում է մի գուրու կնոջ կողմից։ Նախագահն իր քարտուղարուհուն խնդրում է տպել այն մի քանի օրհնությունները, որոնք այդ կինը արտասանել էր ընկերության աշխատողների համար։ Երբ մեր ծանոթը սկսում է մեքենագրել դրանք, հասկանում է, որ դա ընդհանրապես կապ չունի օրհնության հետ։ Այդ պատճառով նա գնում է իր ղեկավարի մոտ եւ ասում. «Ներեցեք, բայց ես ազատ չեմ զգում մեքենագրել այս օրհնությունները»։ Ղեկավարը մեծահոգի է լինում եւ ներողություն է խնդրում ու ասում, որ եթե նա իմանար, որ այն իր խղճի դեմ է, չէր խնդրի իրեն։ Այդպիսով դա վերջանում է։ Ես համոզված եմ, որ այդ գուրուն լսել էր, որ քարտուղարուհին հրաժարվել էր մեքենագրել իր օրհնությունները եւ ով գիտե, թե դրանից հետո ինչ էր արել։ Նա գուցե աղոթել կամ էլ անեծք էր արտահայտել, բայց այս առումով տարբերություն չկա։ Մի քանի շաբաթվա ընթացքում այս քարտուղարուհին, որին ես կանվանեմ Մարիամ, թեպետ դա իր անունը չէ, զգում է, որ իր մատները չեն ծալվում եւ եթե փորձի էլ տանջալից ցավ է զգում։ Նա ասում էր, որ այդ ցավը աննկարագրելի էր։ Նա ստիպված է լինում առանձին քնել իր ամուսնուց, որովհետև երբ ամուսինը մի կողմից մյուս կողմն է շրջվում ու անկողինը շարժում, մատների մեջ անասելի ցավ է զգում։ Նա գնում է բժշկի եւ ռենտգենի արդյունքում պարզվում է, որ դա ռևմատիկ արտրիտ է։
որոշ իմաստով նա հաշմանդամ է դառնում։ Մեկ այլ կին խարիզմատիկ շարժումից ստանում է իմ 3 ձայներիզները և զգում, որ Մարիամը պետք է լսի դրանք։ Չեմ կարծում, որ Մարիամը ոգևորվում է դրանցով, որովհետև նա բավականին կասկածամիտ անձնավորություն էր և մտածում է, որ անեծքները միջնադարյան երևույթ են։ Սակայն նրա ընկերուհին պնդում է և նրանք սկսում են լսել այդ ձայներիզները։ Երրորդ ձայներիզի վերջում ես մարդկանց համար աղոթում եմ ազատագրության աղոթքով, որի արդյունքում մարդիկ ազատագրվում են իրենց կյանքում եղած տարբեր անեծքներից։ Երբ սկսվում է այդ աղոթքը, ձայներիզի ժապավենը ծամծմվում է։ Ոչ առաջ է գնում, ոչ ետ, և հնարավոր չի լինում այն հանել ձայնագրիչից։ Դրանում մի գերբնական բան է լինում։ Մարիամն ասում է, ուրեմն ես չեմ կարող աղոթել, սակայն նրա անկոտրում ընկերուհին ասում է, «Օ ոչ, ես այդ աղոթքը տպագրել եմ քեզ համար և ինձ հետ բերել»։ Այսպիսով նա համոզում է Մարիամին հակառակ նրա կամքի և ասում, «Կարդա այս աղոթքը»։ Այդ աղոթքն ամենաշատը 3 րոպե է զբաղեցնում։ Այսպիսով Մարիամը հնազանդությամբ կարդում է աղոթքը։ Եվ կարդալու ընթացքում նրա մատները և ձեռքերն ամբողջությամբ ազատվում են արթրիտից և որևէ հետք չի մնում։ Նա կրկին գնում է բժշկի մոտ և վերջինս բժշկական վկայություն է տալիս նրա բժշկված լինելու մասին։ Ահա թե ինչ եմ ցանկանում ընդգծել. նա չաղոթեց բժշկության համար, նա չէր էլ մտածում այդ մասին, նա ուղղակի ազատագրվեց անեծքից և երբ անեծքը վերցվեց, հիվանդությանը տեղ չմնաց։ Հասկանում եք, սա անտեսանելի արգելքի ևս մի օրինակ է։ Այժմ ցանկանում եմ կանգ առնել օրհնությունների և անեծքների դրսևորման կերպերի վրա։ Հին կտակարանում մի ամբողջ գլուխ ամբողջությամբ նվիրված է օրհնություններին և անեծքներին, ձեզանից ով գիտի, թե որ գլուխն է դա։ Երկրորդ Օրինաց 28-րդ գլուխը, շատ լավ։ Այնտեղ 14 համար օրհնությունների մասին են և 54-ը անեծքների։ Ժամանակի սղության պատճառով չենք կարող մանրամասն կանգ առնել դրանց վրա, բայց առաջարկում եմ ինքնուրույն ուսումնասիրել այդ գլուխը։ Ես բազմաթիվ անգամներ եմ ուսումնասիրել այն և իմ եզրակացություններն եմ առաջարկում ձեզ, բայց խնդրում եմ ինքներդ քննեք։ Դա այդպես է, թե ոչ։ Ահա իմ եզրակացությունները հիմնական օրհնությունների և անեծքների մասին, որոնք փաստորեն հակադիր են միմյանց։ Այոտ օրհնությունները Առաջին, բարձրացում, այսինքն վեր բարձրանալ և այլևս չապրել հանգամանքների ներքո։ Երկրորդ, ես օգտագործում եմ վերարտադրողականություն բառը։ Ես չկարողացա ավելի համապատասխան բառ գտնել, բայց սա այն մարդն է, ով Աստծո ներկայության մեջ պտղաբեր է իր կյանքի ամեն բնագավառում։ Երրորդ, առողջությունը։ Չորրորդ, բարգավաճում կամ հաջողություն։ Հինգերորդ, հաղթանակ։ Վեցերորդ, Մովսեսն ասաց, որ դու գլուխ կլինես և ոչ պոչ, և 7-րդ, դու բարձրունքում կլինես և ոչ ցածում։ Երբ տարիներ առաջ ուսումնասիրում էի, սա հարցրեցի Տիրոջը, թե ինչով է գլուխը տարբերվում պոչից։ Կարծում եմ նա այսպես ինձ պատասխանեց. գլուխը որոշումներ է ընդունում, իսկ պոչքն ուղղակի հետևում է դրանց։ Այսպիսով ինչպես եք դուք ապրում։ Արդյոք ընդունում եք որոշումներ, վերահսկում եք իրավիճակները, թե պոչի պես աջ ու ձախ եք պտտվում այն իրավիճակների և ուժերի ներքո, որոնք հասկանալի չեն ձեզ համար և չեք էլ կարող վերահսկել դրանց։ Եթե դուք պոչ եք, ապա ամենայն հավանականությամբ անեծքի տակ եք։ Չեմ ասում, որ այս բոլոր օրհնություններն այդ պատճառով են առաջանում, սակայն դուք ինքներդ պետք է զանազանեք։ Այս ոլորտում միայն մեկ փորձագետ կա և նրա անունը ոչ թե Դերեկ Պրինց է, այլ Սուրբ Հոգի։ Հենց նա է, որ անձնապես կարող է ձեզ ցույց տալ։ Ես կարող եմ ընդհանուր ճշմարտություն քարոզել, բայց դուք պետք է կոնկրետ մեկնություն ստանաք Սուրբ Հոգուց։ Հիմա եկեք նայենք անեծքներին, որոնք բացարձակ հակադիր են։ Նվաստացում,
անպտղաբերություն, կարող եմ ասել, որ անպտղաբերությունը գրեթե միշտ ինչ-որ կերպ կապված է անեծքի հետ։ Երորդ, ամեն տեսակի հիվանդությունները եւ երբ կարդում եք երկրորդ օրինաց 28-րդ գլուխը, ապա չկա մի հիվանդություն, որ այնտեղ չհիշատակվի։ Չորրորդ, աղքատություն կամ անհաջողությունը։ Հինգերորդ, պարտություն, վեցերորդ, դուք պոչ եք եւ ոչ գլուխ, յոթերորդ, դուք ներքևում եք եւ ոչ վերևում։ Միգուցե լսել եք այն պատմությունը, հանդիպում են երկու քրիստոնյա եւ մեկը մյուսին հարցնում է ինչպես ես եղբայր, նա պատասխանում է դե հանգամանքների ներքո, ված չեմ ապրում, իսկ մյուսը հարցնում է իսկ ինչ գործ ունես հանգամանքների ներքո։ Մենք պետք է վերևում լինենք եւ ոչ թե ներքևում։ Այսպիսով տարիների ընթացքում բացի այս ցանկից ես նախանշանների մի ցանկ եմ կազմել, որոնք հուշել են ինձ հավանական անեծքի մասին։ Միայն ասում եմ հավանական, այս ցանկը կազմել եմ երկրորդ օրինաց 28-ից անկախ, բայց զարմանալիորեն շատ նման է այդ գլխին, եւ 7 կետերից բաղկացած մի ցանկ եմ ստացել։ Ուզում եմ ես պարզ ասել, եթե դուք ունեք սրանցից որևէ մեկը, ապա պարտադիր չէ, որ անեծքի տակ եք, դուք պետք է քննեք եւ փնտրեք Աստծուն, սակայն եթե դուք ունեք դրանցից մի քանիսը, որքան շատ են դրանք, այնքան անեծքի տակ լինելու հավանականությունը մեծ է։ Եվ ահա իմ փոքրիկ ցանկը։ Առաջին, մտային կամ զգացմունքային խանգարում։ Այսինքն մարդիկ մտային եւ զգացմունքային առումով խանգարում ունեն, եւ մարդիկ ասում են նախ խանգարված է, կամ երկուսն էլ իրար հետ են լինում։ Երկրորդ, կրկնվող կամ քրոնիկ հիվանդություններ, հատկապես եթե դրանք ժառանգական են, որովհետեւ անեծքները սերնդից սերունդ են անցնում եւ որոշ իրավիճակներում բժիշկները հիվանդության որևէ պատճառ չեն գտնում։ In situations where doctors cannot find any normal cause. Երորդ, այն ինչը կոչվում է կանացի խնդիր, անպտղաբերություն, շարունակաբար կրկնվող վիժումներ եւ մենստրուացիայի հետ կապված խնդիրներ։ Ռութն ու ես նման դեպքերի հետ շատ ենք առնչվել, երբ անձը դիմել է այդ խնդիրների համար աղոթելու եւ մենք պարզապես մոտեցել ենք դրանց որպես անեծք։ Փաստացիորեն եկել ենք այն եզրակացության, որ ուղղակի ժամանակ են կորցնում ծառայելով հիվանդներին առանց սովորեցնելու, թե ինչպես ազատվեն անեծքից։ Մի անգամ խնդրեցինք, որ ովքեր կանացի խնդիրներ ունեն, կանգնեն մի գծով, եւ նրանց մեջ մի տղամարդ հայտնվեց։ Եվ երբ հերթը հասավ նրան հարցրի, ձեզ հետ ինչ է եղել, ինչպես կարող եք դուք կանացի խնդիր ունենալ, նա ասաց, իմ դժվարությունը դեպրեսիան է, իսկ դա կանացի խնդիր է, սակայն ես չընդունեցի նրա ասածը։ Հաջորդ անեծքը ամուսնալուծությունն է եւ ընտանիքների խորհրդացումը, երբ ընտանիքները քայքայվում են եւ երեխաները օտարվում են միմյանցից ու ծնողներից։ Այստեղ անեծքի հավանականությունը շատ մեծ է։ Հաջորդը ֆինանսական անբավարարությունն է։ Ուզում եմ զգուշորեն արտահայտվել։ Կարճատև աղքատությունը կարող է փորձություն լինել, որի միջոցով Աստված է ցանկանում անցկացնել ձեզ, բայց եթե միշտ ձեզ չի բավարարում եւ երբեք բավարար միջոցներ չեք ունենում, միշտ հազիվ եք ծայրը ծայրին հարցնում, ապա կարծում եմ, որ հավանաբար անեծքի տակ եք։ Հաջորդն այսպես է հնչում. դժբախտ պատահար։ Այլ խոսքով դուք այն մարդկանցից մեկն եք, ում հետ միշտ դժբախտ բաներ են լինում։ Սա այնքան իրական է, որ ապահովագրական կազմակերպությունները սա անպայման հաշվի են առնում, եթե դուք պատահարների առումով բարձր ռիսկի տակ եք։ Ես նկատի ունեմ, որ անբնական է, երբ ամեն անգամ մայթն անցնելուց դուք կոտրում եք ձեր ոտքի կոճը, կամ էլ ամեն անգամ ձեր կինը մեքենայի դուռը փակում է ձեր մատին եւ նման բաներ, կամ էլ փոքր միջատները միշտ հենց ձեր աչքի մեջ պետք է մտնեն։ Սա բնական չէ,
երբ այն մշտապես շարունակվում է։ It's always going on. Եվ վերջապես ինքնասպանություններ եւ անբնական մահեր ընտանիքի պատմության մեջ, եթե դրանք հաճախ են տեղի ունեցել։ Frequency of those things in a family. Թույլ տվեք մեկ անգամ եւս համառոտ կրկնել այս ցուցակը։ Մտավոր կամ զգացմունքային խանգարում, Emotional breakdown, շարունակաբար կրկնվող կամ քրոնիկ հիվանդություններ, հատկապես երբ դրանք ժառանգական են, կանացի խնդիրներ, ամուսնության քայքայում եւ ընտանիքի խորթացում, ֆինանսական անբավարարություն, insufficiency, դժբախտ պատահարներ, prone, ինքնասպանության եւ անբնական մահերի դեպքեր ընտանիքում։ and unnatural deaths. Սա բոլորը չէ։ Cover everything. Դրա համար ես կփորձեմ նաև տալ ընդհանուր պատկերը, որովհետև շատ բաներ, որոնք անեծքի արդյունք են, չեն գտնվում այս ցուցակում։ The result of a curse that are not in that list. Եվ ահա թե ինչ են բացահայտել տարբեր մարդկանց հետ աշխատելու արդյունքում։ Կարելի է ասել, որ անեծքը երկար, չար ձեռք է անցյալից։ Arm from the past. Եվ հնարավոր չէ որոշել, թե որքան հեռավոր անցյալից է դա գալիս։ Stretched out Այն հայտնվում է ամեն անգամ, երբ դուք պետք է հասնեք հաջողության, այդ չար ձեռքը ձեզ ետ է քաշում, its evil arm trips you up. եւ դուք ստիպված եք սկսել ամենը նորից։ Դուք նորից առաջընթաց եք ապրում, սակայն կրկին սայթաքում։ Եվ սա դառնում է ձեր կյանքի պատմությունը։ Դուք գուցե զարմանաք, թե որքան շատ են այսպիսի պատմությունները, որ մարդիկ են պատմել ինձ։ So many times Որքան շատ են ասել, այ դա կատարվել է իմ պապի հետ, տպավորություն է ստեղծվում, որ այն միշտ ուղեկցել է իմ ընտանիքուն։ or another Կամ մեկ այլ պարզ պատկեր, անցյալից եկող մութ ստվեր, որը ձեր կյանքի վրա է եւ ծածկում է Աստծո օրհնությունների լույսը։ light of God's blessing. Դուք տեսնում եք, թե ինչպես մյուսները քայլում են արևի լույսի ներքո եւ գիտեք, որ այն այստեղ է եւ իրական, բայց կարծես արևն իր ողջ զորությամբ չի փայլում ձեզ վրա։ Fully on you. Եթե այս ասվածներից որոշները վերաբերվում են քեզ, ապա կարիք ունես Աստծուն փնտրելու, որպեսզի այս падգամի ընթացքում Սուրբ Հոգին ցույց տա, թե որն է քո կոնկրետ կարիքը, իրավիճակը կամ խնդիրը։ Or problem is. Now in Առակաց 26-րդ գլխի 2-րդ համարում հեղինակը մի շատ կարևոր բան է ասում։ the writer of Proverbs makes a very important statement. He says, Անգլերեն թարգմանությունում այն այսպես է հնչում. ինչպես որ ճնճղուկը թրթռում է եւ ծիծեռնակը թրջում է, այնպես էլ անեծքը զուրտեղը կամ առանց պատճառի չի կատարվում։ Այլ խոսքով, եթե անեծ կա, ապա դրա ետևում միշտ պատճառ կա։ there's something that causes Կա մի բան, որն առաջացնում է այդ անեծքը։ in helping people that Իմ փորձառության ժամանակ մարդկանց օգնելիս հասկացել եմ, որ շատ հաճախ օգտակար եւ երբեմն անհրաժեշտ է հայտնաբերել անեծքի պատճառը, այնպես որ ես հիմա ցանկանում եմ որոշ ժամանակ հատկացնել դիտարկելու անեծքների աստվածաշնչյան պատճառները։ causes of curse. Սա բավականին ծանր թեմա է եւ այն կշարունակվի նաեւ մեր հաջորդ զրույցի ժամանակ։ Beyond the present session into the next session. Եկեք անդրադառնանք երկրորդ օրինաց 28-րդ գլխին, որտեղ թվարկված են օրհնությունների եւ անեծքների գլխավոր պատճառները։ Primary causes, both of blessings and curses. Եվ ի ուրախություն մեզ դրանք շատ պարզ են։ Ահա թե ինչ է ասվում երկրորդ օրինաց 28-րդ գլխի առաջին երկու համարներում։ Եվ եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշավորությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, քո Եհովա Աստված էլ քեզ երկրի բոլոր ազգերից գերազանց կանի, եւ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան եւ քեզ կհասնեն, եթե քո Եհովա Աստծո ձայնը լսես։ Ջեյմս թագավորի թարգմանությունն ասում է, եթե ուշադրությամբ լսես քո Աստծո ձայնը, ամբողջ Աստվածաշունչն է համակված այս մտքով, եթե ուշադրությամբ լսես Աստծո ձայնը։ Սա շատ ճշգրիտ թարգմանություն է, որովհետև եբրայերենում լսելը երկու անգամ է կրկնվում։ Եթե դու լսելով լսես քո Տեր Աստծո ձայնը եւ անես այն, ինչ նա է ասում, Emphatic to the voice of the Lord your God and do այնպես որ շատ պարզ է ասված։ Բոլոր օրհնությունների հիմնական պատճառը Աստծո ձայնը լսելը եւ նրա ասածն անելն է։ listening to God's voice and do Իսկ անեծքների հիմնական պատճառը դրա հակառակն է։ all curses is Նույն գլխի 15-րդ խոսքում գրված է. verse 15
Բայց եթե քո Եհովա Աստծո ձայնին չլսես եւ չպահես եւ չանես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, այն ժամանակ այս ամեն անեծքները քեզ վրա կգան եւ քեզ կհասնեն։ Ուրեմն ո՞րն է անեծքների պատճառը։ Աստծո ձայնը չլսելը եւ նրա ասածը չանելը։ Ահա այս երկու հիմնական սկզբնապատճառները կամ արմատները։ Օրհնությունների սկզբնապատճառը Աստծո ձայնը լսելն ու նրա ասածն անելն է, եւ անեծքների սկզբնապատճառը Աստծո ձայնը չլսելը եւ նրա ասածը չկատարելը։ Եվ ես ցանկանում եմ հենց հիմա ասել, որ եթե քիչ ուշ երբ մենք սկսենք ծառայել ձեզ եւ դուք ազատագրվեք անեծքից, ապա որպեսի մնաք օրհնությունների մեջ, պետք է կատարեք այս պայմանները, լսել Աստծո ձայնը եւ անել այն, ինչ նա է ասում։ Եթե նորից վերադառնանք անհնազանդությանը, ապա դարձյալ կընկնենք անեծքի տակ։ Աստվածաշնչում նշվում են նաև անեծքների տարբեր աղբյուրներ եւ կոնկրետ պատճառներ։ Մենք դիտարկեցինք ընդհանուր պատճառը, իսկ այժմ եկեք կանգ առնենք ավելի կոնկրետ դեպքերի վրա։ Անեծքի առաջին աղբյուրը, դա գուցե զարմացնի շատերին, Աստված է։ Աստվածաշնչում շատ դեպքեր կան, երբ հենց Աստված է հայտարարում անեծքը։ Հավանաբար Աստծո դատաստանի ամենահիմնական ձևերից մեկը անհնազանդ մարդկանց կամ ազգերի հանդեպ անեծք հայտարարելն է։ Իսկ երբ անեծքն իրագործվում է, ապա դա Աստծո դատաստանի արդյունքն է լինում, հասկանում եք, Աստված ինչպես օրհնում, այնպես էլ անիծում է։ Այսպիսով առաջին հերթին մենք կդիտարկենք այն անեծքները, որոնք հենց Աստծուց են դուրս գալիս։ Ելից 20-րդ գլխի 3-5 խոսքերում նշված է կարևորագույն պատճառը։ Ելից 20, 3-5 համարները։ Սա 10 պատվիրանների առաջին մասն է։ Թույլ տվեք ասել, որ մարդկանց կյանքում անեծքների մեծագույն եւ ամենատարածված պատճառը առաջին երկու պատվիրանների խախտումն է։ Ես վստահ եմ, որ անհնար է խախտել այս պատվիրանները եւ չարժանանալ անեծքի պատժին։ Եկեք կարդանք այս խոսքերը։ Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։ Եբրայերեն թարգմանությունում գրված է ինձանից բացի։ Հարցն այն չէ, որ Տերը մնացած աստվածների մեջ գլխավոր աստվածը լինի, այլ նա ասում է ես եմ Տերը եւ ինձանից բացի ուրիշ աստված չկա։ Այսպիսով դուք բացի միակ ճշմարիտ Աստծուց չպետք է ընդունեք այլ Աստծո։ Երկրորդն այն է, ինչը մենք անվանում ենք կռապաշտություն։ Քեզ համար կուրկ չշինես ոչ վերը երկնքում կամ ցածը երկրի վրա կամ երկրի տակի ջրերում եղած բաների մեկի նմանությամբ, նրանց երկրպագություն չանես եւ նրանց չպաշտես, որովհետեւ ես քո Եհովա Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցեմ հայրերի անօրենությունը որդիների վրա, մինչեւ նրանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ։ Նկատեք, որ անեծքի բնորոշ գիծն այն է, որ այն շարունակվում է համենայն դեպս 3 եւ 4 սերունդ։ Մտածեք երկրի վրա այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնց նախնիները կուռքերին են պաշտել, դարեր շարունակ։ Մտածեք այն կուտակված անեծքների կույտի մասին։ Գնացեք հարավ-արևելյան Ասիա։ Իմ կարծիքով այնտեղ իմաստ չունի ծառայելը, եթե անեծքի խնդիրը չլուծվի, որովհետև այդ տարածքի բնակչության 95%-ը անեծքի տակ է։ Դա չի նշանակում, որ նրանք վատ մարդիկ են, ես կարծում եմ նրանք հրաշալի մարդիկ են, սակայն մի բան կա նրանց անցյալից։ Շատ կարևոր է հասկանալ, որ մնացած աստվածների պաշտամունքը բացառապես միակ ճշմարիտ Աստծուց ներառում է օկուլտային գործունեության ցանկացած ձև։
Այս երեկո ես ժամանակ չունեմ անդրադառնալ օկուլտային կամ կախարդության բոլոր հնարավոր ձևերին, քանի որ դրանք անթիվ են, բայց ամեն անգամ, երբ միակ ճշմարիտ Աստծուն դիմելու փոխարեն դուք դիմում եք այլ աղբյուրի, ապա իրականում այդ աղբյուրը դարձնում եք ձեր Աստվածը։ Այսպիսով, եթե դուք գուշակի եք դիմում ձեր ապագան իմանալու համար, այն դեպքում, երբ Աստված կտրականապես արգելում է դա, ապա այդ կախարդին դիմելու արդյունքում դուք այն ուժին, որը դրա ետևում է կանգնած, դարձնում եք ձեր Աստվածը, կամ եթե զբաղվում եք ոգեկանչությամբ կամ էլ ընդգրկում եք որևէ օկուլտային գործունեության կամ աղանդի մեջ, որը հերքում է Աստվածաշնչի ճշմարտությունները։ Այս ամենի մեջ դուք Աստված եք հռչակում նրան, ով ճշմարիտ Աստվածը չէ։ Այնպես որ շատ կարևոր է նշել, որ առաջին երկու պատվիրանների խախտման արդյունքում եղած անեծքները ներառում են անեծքի բոլոր տեսակները։ Տերն ասում է, մինչև չորրորդ սերունդը, մի փոքր հաշվարկ արեք, 4 սերունդ ետ գնացեք, մեզանից յուրաքանչյուրը 30 նախնի ունի։ Ով կարող է լիարժեք վստահությամբ ասել, որ մեր այս 30 հարազատներից ոչ մեկը երբևէ կախարդության մեջ ներգրաված չի եղել։ Կարծում եմ շատ քչերը։ Օրինակ ես չեմ կարող նման համոզվածությամբ ասել։ Ահա մի պարզ օրինակ։ Տարիներ առաջ տիպիկ տնային մի աղոթաժողովի էի մասնակցում, որն այդ ժամանակ շատ էր տարածված։ Այդ ընթացքում ես հայտնվեցի 20 տարեկան մի երիտասարդի կողքին։ Հարցրի նրան ու կարծում եմ, որ Սուրբ Հոգին մղեց ինձ այդ անելու։ Դու ընդունել ես Սուրբ Հոգուն։ Նա ասաց, այո, բայց։ Եվ ամեն անգամ, երբ պատասխանը այո, բայցն է, դուք գիտեք, թե դա ինչ բայց է։ Շարունակությունն այսպես էր, բայց ես չեմ խոսում լեզուներով։ Ինձ թվաց, որ իրականում նա ցանկանում է խոսել։ Չփորձեցի ստիպել նրան դրանում, չվիճեցի նրա հետ, բայց Տերը դրդեց ինձ, որ հարցնեմ, երբևէ կախարդի դիմել ես։ Նա մտածեց եւ ասաց, այո, երբ ես 15 տարեկան էի, բայց այն իմիջայլոց եմ արել եւ ոչ մի նշանակություն չեմ տվել։ Ասացի, ուրեմն գնացել ես։ Նա ասաց, այո։ Ասացի, գիտես, Աստված արգելում է նման բաները։ Թեև առանց խանդավառության, բայց նա համաձայնվեց ինձ հետ։ Ես նրան առաջարկեցի, գուցե հետևես իմ աղոթքին, որում խոստովանես դա որպես մեղք եւ կազատագրվես դրա ամեն հետևանքներից։ Նա համաձայնվեց։ Կարծում եմ այդ պահին նա ուղղակի ցանկանում էր պրծնել ինձանից։ Ես աղոթեցի նրա հետ մի շատ պարզ աղոթքով։ Տեր, ես որպես մեղք եմ խոստովանում այն, որ գնացել եմ գուշակի մոտ եւ այլն։ Սա այն էր, ինչ նրան ասացի։ Հետո իմ ձեռքը դրեցի նրա ուսին եւ աղոթեցի։ Նա մի անգամից եւ շատ հստակ սկսեց խոսել օտար լեզուներով եւ մի քանի րոպե անց նա արդեն մոռացավ ամեն ինչի մասին։ Տեսնում եք, մի անտեսանելի արգելք կար, որը ետ էր պահում նրան լեզուների աղոթքից։ Ինչ էր դա, օկուլտիզմ, կախարդություն։ Սա մի պարզ օրինակ էր։ Երկրորդ օրինաց 28-րդ գլխի 15-ից 26 համարներում 12 արտաբերված անեծքներ կան։ Եվ երբ Իսրայելը մտավ խոստման երկիրը, պետք է այն բոլոր անեծքներն իրենց վրա հռչակեին, որ եթե նրանք երբևէ խախտեին օրենքը, ապա մի անգամից ընկնեին անեծքի տակ։ Նրանք չէին կարող խոստման երկիր մտնել առանց սրա։ Ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն Աստծո հետ շատ նման են սրան։ Եթե մենք հնազանդ ենք, ապա ունենք օրհնությունները, իսկ եթե անհնազանդ ենք, ապա կանգնած ենք անեծքի տակ ընկնելու վտանգի առաջ։ Ես համառոտ կընդհանրացնեմ, թե ինչ անեծքներ են արտաբերված երկրորդ օրինաց 28-րդ գլխի 15-րդ խոսքից սկսած։ Առաջինը կրկին կռապաշտությունն է, այսինքն կեղծ աստվածները, սա միշտ ցուցակի վերևում է։ Երկրորդ, ծնողներին չպատվելը։ Սա նաև կրկնվում է նոր կտակարանում, Եփեսացիների 6-րդ գլխում պատվիր քո հորը եւ մորը։ Սա է առաջին պատվիրանը խոստումով, որ քեզ լավ լինի եւ երկար ապրես երկրի վրա։ Անձամբ համոզված եմ, որ նա, ով չի պատվում իր ծնողներին, երբեք բարիք չի տեսնի։ Երբեք։ Եվ ես տասնյակ դեպքեր գիտեմ։ Դա չի նշանակում, որ չես փրկվի, լեզուներ չես խոսի, եւ երբ մահանաս երկինք չես գնա, սակայն միշտ մի բան կպակասի քո կյանքի որակից, մինչև չհարթես քո հարաբերությունները ծնողներիդ հետ։
Դա չի նշանակում, որ դու անպայման պետք է համամիտ լինես քո ծնողների հետ եւ անես այն ամենը, ինչ նրանք են ասում, բայց դու պետք է հարգես նրանց։ Հիշում եմ մի երիտասարդի, որին ծառայում էի, նա շատ վատ փոխհարաբերության մեջ էր եղել իր հոր հետ։ Հայրը մահացած էր եւ թաղված մեր գտնված տեղից ավելի քան 1000 մղոն հեռու։ Երբ այս ճշմարտությունները իրապես բացվեց նրան, նա ուղևորվեց այնտեղ, որտեղ իր հայրն էր թաղված։ Նա գալով այնտեղ մոտենում է Շիրիմին, ծնկի գալիս եւ խոստովանում հոր հանդեպ ունեցած իր սխալ վերաբերմունքը, լաց է լինում, դատարկում սիրտը եւ վեր է կենում ամբողջությամբ այլ մարդ դարձած եւ այդ օրվանից նրա կյանքի ողջ ընթացքը փոխվում է։ Ես գիտեմ, որ հատկապես այսօր շատ ծնողներ կան, որոնց երեխաները բազմաթիվ պատճառներ ունեն հակադրվելու նրանց։ Հասկանում եմ սա։ Եվ ես ասում եմ, չկան հանցավոր երեխաներ, այլ կան հանցավոր ծնողներ։ Համենայն դեպս, եթե դուք կամենում եք բարիք գտնել, ապա ավելի լավ է անեք այն, ինչ Աստված է ասում, իմաստ չունի դա չանելը։ Հաջորդն այս ցուցակում, որին հպանցիկ կառնչվենք, դավաճանությունն է մերձավորի հանդեպ։ Առակաց գիրքն ասում է, որ ով չարը բարիք է համարում, ապա չարիքն անբաժան կլինի նրա տնից։ Այնուհետև գալիս է անարդար վերաբերմունքը տկարների և անօգնականների նկատմամբ։ Ես չեմ կարող պատկերացնել ավելի տկար մեկին, քան երեխան իր մոր որովայնում։ Համոզված եմ, որ յուրաքանչյուրը, ով գիտակցաբար աբորտ է անում, ընկնում է անեծքի տակ։ Նման մեկին ես երբեք չեմ ծառայի առանց անեծքի հարցը լուծելու։ Ուզում եմ, որ հասկանաք, դուք հավիտյան անիծված չեք, խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Ես ուղղակի ցույց եմ տալիս այս խնդիրը, որովհետև ցանկանում եմ ցույց տալ նաև դրա լուծումը։ Այնուհետև անօրինական կամ հակաբնական սեռական հարաբերություններ, հատկապես արյունակցական կապ ունեցողների միջև։ Ես չգիտեմ ձեզ մոտ ինչպես է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում հաշվել են, որ յուրաքանչյուր 4-րդ աղջիկը կամ 5-րդ տղան մինչև 10 տարեկան հասակը բռնաբարվում է իր հարազատի կողմից։ Ես կարծում եմ, որ սա անպայման անեծք է բերում։ Այնուհետև այս ցուցակից մենք անցում կկատարենք Ծննդոց 12-րդ գլխին, որտեղ Աստված կանչում է Աբրահամին։ Մենք պետք է կանգ առնենք սրա վրա, որովհետև այստեղ մի կարևոր բան կա։ Աստված կանչում է Աբրահամին, նրան տարբեր բաներ է խոստանում եւ երրորդ խոսքը այս կանչի ավարտն է։ Նա այսպես է ասում. Եվ քեզ օրհնողներին կօրհնեմ, եւ քեզ անիծողներին կանիծեմ։ Այստեղ եւ օրհնություն կա եւ անեծք։ Ես կարծում եմ, սա անհրաժեշտ էր, որովհետեւ երբ Աստված որևէ մեկին ընտրում է օրհնության համար, ապա այդ մարդը դառնում է սատանայական ամեն տեսակի ուժերի թիրախը։ Այդ պատճառով Աստված պաշտպանություն է նախատեսում։ Նա ասաց Աբրահամին. «Ով որ անիծի քեզ, նրան էլ ես կանիծեմ»։ Մենք չենք շարունակի, բայց Ծննդոց 27-րդ գլխի 29-րդ խոսքում այս պաշտպանությունը հայրական օրհնության միջոցով տարածվում է Իսահակի եւ Հակոբի վրա։ Քեզ անիծողներն անիծված են, Հակոբ։ Տեսնում եք այս ժառանգական գիծը՝ Աբրահամ, Իսահակ եւ Հակոբ, որոնցից որ ազգն առաջացավ։ Իսրայելը, ճիշտ է։ Եվ ինչ բառով է նկարագրվում հրեա ժողովրդի հանդեպ արտահայտված անեծքը, ծաղրը կամ բռնությունը, հակասեմիտականություն, ճիշտ է։ Իմ անձնական կարծիքով հակահրեականությունը գրեթե միշտ ուղեկցվում է անեծքով ինչպես առանձին անհատի, այնպես էլ մի ողջ ժողովրդի հանդեպ։ Եթե դուք նայեք վերջին 19 դարերի պատմությանը, ապա կտեսնեք, թե ինչպես է մի ազգը մյուսի ետևից ընկել անեծքի տակ, որովհետև նրանք անիծել են հրեաներին։ Հռութն ու ես մի հրաշալի ընկեր ունենք, որը Հայֆայում ծնված պաղեստինցի արաբ է և Ամերիկայի քաղաքացի։ Մի քանի տարի առաջ նա հուզիչ հանդիպում է ունենում Հիսուսի հետ։ Ես ներկա եմ գտնվել նրա Սուրբ Հոգով մկրտվելու ժամանակ։ Մինչ ապաշխարելը նա միլիոնատեր էր, իսկ փրկվելուց հետո, լսեք ինձ, նա սննկացավ։ Նա Աստծուն հարցնում է. Աստված, ինչ ես անում ինձ հետ։ Իսկ Աստված պատասխանում է. ես լուծում եմ քո հպարտության խնդիրը։ Բայց Աստված նաև մի կարևոր բան է ցույց տալիս նրան, այն, որ նա եւ իր նախնիները մշտապես անիծել են հրեա ժողովրդին։
Եվ հավատացեք ինձ, ես ապրել եմ Պաղեստինի արաբների մեջ, դա նրանց համար նորմալ երևույթ է։ Հիմնականում բոլորն էլ դա անում են, բացառությամբ ոմանց։ Աստված ցույց է տալիս նրան, որ եթե վերջինս փոխի իր վերաբերմունքը, նա կվերականգնի օրհնությունները։ Նա ապաշխարում եւ խնդրում է, որ Աստված իրեն սեր տա հրեա ժողովրդի հանդեպ։ Եվ հիմա թեկուզ նա պաղեստինցի արաբ է, սակայն ավելի իսրայելամետ է, քան շատ հրեաներ, այժմ նա մուլտիմիլիոնատեր է։ Տեսնում եք, թե որքան կարևոր է գտնել ձեր կյանքում գործող պատճառները։ Այնուհետև մի շատ կարևոր անեծք կա, որն արտահայտվել է Երեմիա մարգարեի միջոցով, որը մի քանի կարճ բառերից է կազմված։ Ինձ թվում է, թե հաճախ մենք պարզապես առանց ուշադրություն դարձնելու անցնում ենք դրանց կողքով։ Երեմիայի 17-րդ գլխի 5 և 6-րդ խոսքերը։ Այսպես է ասում Տերը. անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է ապավինում և մարմինն իրեն բազուկ շինում և իր սրտով խոտորում Աստծուց։ Նա Մոշենու պես պիտի լինի անապատում և պիտի բարիքը եկած ժամանակ չտեսնի և պիտի բնակվի անապատի այրված տեղերում, աղի և անբնակ երկրում։ Խնդրում եմ, նկատեք, որ սա շատ հստակ նկարագիրն է այն մարդու, ով անեծքի տակ է։ Օրհնությունները նրա շուրջն են, բայց նա ապրում է աղի երկրում։ Անձրևն ամեն տեղ գալիս է, բայց նրա վրա չի թափվում։ Ո՞րն է այդ անեծքի պատճառը։ Հույսը մարդու վրա դնելը և մարմինն իրեն բազուկ շինելը։ Սուրբ Գիրքն ասում է, որ այդ մարդու սիրտը հեռանում է Աստծուց։ Այլ խոսքով, ահա մի մարդը, ով ճանաչել է Աստծո գերբնական օրհնությունները և շնորհը և այդքանից հետո շրջվում է իր սեփական ջանքերին, մեջքով դառնալով Աստծո շնորհին։ Հենց սա է անեծք բերում։ Խնդրում եմ, որ խորեք այս մասին, բայց ես կասեի, որ այսօր սա ներկա եկեղեցու մեծագույն խնդիրներից մեկն է։ Եկեղեցու բոլոր գլխավոր շարժումների գրեթե մեծ մասը, որոնք մենք գիտենք եւ որևէ մեկի անունը չեմ տա, սկսվել են Սուրբ Հոգու գերբնական այցելության եւ աշխատանքի շնորհիվ։ Հակառակ դեպքում նրանք չէին էլ մնա պատմության մեջ, սակայն այսօր նրանց մեծ մասը հեռացել է Աստծո գերբնական զորությունից եւ շնորհքից ու սկսել հուսալ սեփական զորությանն ու կարողությանը։ Եվ հենց այս պատճառով նրանք անեծքի տակ են։ Կարծում եմ, որ սա քրիստոնեական եկեղեցու մեծագույն խնդիրներից մեկն է, որ երբ մենք պետք է օրհնության տակ լինենք, ապա անհնազանդության պատճառով համաձայն Երեմիայի 17-րդ գլխի 5-րդ խոսքի անեծքի տակ ենք հայտնվում։ Եվ Զաքարիայի 5-րդ գլխի առաջին 4 համարներում Զաքարիան թռչող գիրք է տեսնում, որը պատած էր անեծքներով։ Դրա մի կողմում անեծք էր գրված գողերի, իսկ մյուս կողմում սուտ երդում տվողների համար։ Տեսիլքի ժամանակ այդ անեծքը մտնում է մարդու տուն, սկսում այնտեղ ապրել եւ ամբողջ տունը քանդվում է։ Տեսնում եք, սա է անեծքի էությունը։ Այն ազդում է ոչ միայն մի կոնկրետ տարածքի վրա, այլև քայքայիչ ազդեցություն ունի շրջապատի մեջ։ Այնպես որ մենք պետք է հաշվի առնենք այս։ Երբ հաջորդ անգամ լրացնեք ձեր եկամուտների հայտագիրը, իսկ ես գիտեմ, որ դա անխուսափելի է, հաշվի առեք, որ եթե դուք անկեղծ չեք, ապա ձեզ անեծքի տակ եք դնում, որովհետև դուք հայտնելու եք, թե իբր ձեր լրացրածն անկեղծ է եւ այլն եւ այլն։ Գիտեք, որ Միացյալ Նահանգներում առանձին ապրանքների արժեքը 10%-ը ապահովագրական ծախսն է գողության դեմ։ Ուղղակի մտածեք, թե որքան տարբեր կլիներ մեր վիճակը, երբ մարդիկ գողություն չանեին։ Հիմնականում այդպես կարելի է լուծել նաև սղաճի խնդիրը։ Տեսնում եք, թե որքան իրական է այս անեծքը, այն ազդում է ամբողջ ազգի վրա։ Այժմ նայենք Մաղաքիայի 3-րդ գլուխը, կարծում եմ, որ մենք պետք է անդրադառնանք սրան։ Մաղաքիայի 3-րդ գլխի 8-ից 10 համարները։ Միթե մարդ ասունք խաբի ու դուք ինձ խաբում եք, բայց դուք ասում եք, ինչ բանում են քեզ խաբում։ Տասանորդում և ընծայում, անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք ինձ խաբում եք, բոլոր ազգդ։ Բոլոր տասանորդը տարեք գանձատուն, որ իմ տանը պաշար լինի և ինձ փորձեք սրանով, ասում է զորաստերը, թե արդյոք չեմ բանա ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափի ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի։ Ես չեմ սովորեցնում, որ բոլորը պարտավոր են տասանորդ տալ, որովհետև հասկանում են, որ նոր կտակարանը ոչ թե օրենք է, այլ շնորհ։ Բայց ես կասեի ձեզ, որ շնորհը մեզ ավելի առատաձեռն պետք է դարձնի, քան օրենքը։
Մենք ավելի լավ ուխտ ունենք հաստատված ավելի լավ խոստումների վրա։ Միթե կարծում եք, որ այս հիմքով մենք ավելի քիչ կարող ենք տալ, քան իսրայելցիները։ Ասեմ ձեզ, ժլատությունն Աստծո հանդեպ անեծք է։ Շատ սխալ հաշվարկ է Աստծո հանդեպ ժլատ լինելը։ Ես ամենուրեք քրիստոնյաներին ասում եմ, երբ զոհաբերություն է հավաքվում, Աստված ձեր թեյանվերների կարիքը չունի։ Իրականում կանգ առեք եւ մի պահ մտածեք, երբ Աստծուն $1 կամ էլ դրա կեսն եք նետում, մի արեք դա։ 50p or whatever it may be. Don't do it. Դուք պարտավոր You չեք don't տալ, have to give. բայց դուք Աստծուն եք You are տալիս։ giving to God. Իրականում, ինչպես ասացի, նա ձեր թեյանվերների կարիքը չունի։ There's such irreverence in Եկեղեցում այնպիսի անարգալից վերաբերմունք կա զոհաբերության հանդեպ, մենք պետք է հասկանանք, որ զոհաբերությունը Աստծուն պատվելու մի մասն է, եւ դա պետք է պատկառանքով արվի։ Պետք է ասեմ, որ մինչև իմ ուղնուցուցն անգլիացի եմ, եւ իմ սեփական ժողովրդի համար կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիան իր վրա անեծք է բերել, որովհետեւ անգլիացի քրիստոնյաները հիմնականում փակ ձեռն են։ No, I thank Փառք Աստծո, որ սա փոխվում է։ Ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիայի համար նոր օրեր են գալիս, բայց ես վերապրել եմ սա։ Շուրջ 10 տարի ես հովվական ծառայություն եմ անցկացրել Անգլիայում։ Անգլիայի եկեղեցու խորհրդի նշանաբանը սա էր՝ պահիր նրան խոնարհության մեջ, իսկ մենք հոգ կտանենք նրա աղքատության համար, եւ նրանք իրականում կատարում են սա։ And then in Galatians Եկեք նայենք Գաղատացիներին առաջի գլուխը։ Galatians 1. Here is another Ահա մի խոսք, որ իր հզոր ազդեցությունն ունի եկեղեցու վրա։ that affects the church. Պողոսը խոսում է այն ավետարանի մասին, որը գերբնական ձևով է հայտնվել իրեն Հիսուսի միջոցով։ And he says in Նա ասում է Գաղատացիս առաջին գլխի 8-ից 9 համարներում, բայց եթե մենք էլ կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ նրանից ուրիշ ավետարան, քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովված լինի։ Ինչպես առաջ ասացինք եւ հիմա դարձյալ ասում եմ, եթե մեկն ավետարանի ձեզ նրանից ուրիշ, քան որ դուք առաք, նզովված լինի։ Այստեղ նզովված բառը վերցված է հունարենից եւ այն անաֆեմա բառն է, որը նշանակում է մի բան, որն այնքան տհաճ գարշելի է Աստծուն, որ նա երբեք չի ուզենա որևէ գործ ունենալ դրա հետ։ Դա ամբողջովին կտրված է նրանից։ It's totally shut off from him. Որն է այդ անեծքի պատճառը։ Ավետարանի անունից քարոզել ցանկացած բան, որն ավետարանի ճշմարտությունը չէ։ Which is not the truth of the gospel. Եվ դուք կողք կողքի դնեք Երեմիայի 17-րդ գլխի 5-րդ խոսքը եւ Գաղատացիների առաջին գլխի 8 եւ 9 համարները եւ կիրառեք ժամանակակից եկեղեցում, կարծում եմ, հարց կառաջանա, թե արդյոք որևէ օրհնության տեղ մնաց, թե ոչ։ And you add Եվ եթե դրան էլ ավելացնենք Մաղաքիայի 3-րդ գլուխը, որն ասում է անիծյալ լինի նա, ով ժլատ կգտնվի Աստծո առաջ, եղբայրներ ու քույրեր, գիտեք, you know what we need? թե ինչ պետք է անենք։ We need to repent. Մենք պետք է ապաշխարենք, մենք պետք է փոխենք մեր ճանապարհները, մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք Աստծո հանդեպ։ Հավատքի տարբեր սահմանումներ կան, բայց ես մի պարզ սահմանում կասեմ ձեզ. հավատքն այն է, երբ լուրջ ես վերաբերվում Աստծուն, Seriously. երբ Աստվածաշնչին ես լուրջ վերաբերվում։ Seriously. Now, we've come to the Մենք վերջացնում ենք այս հատվածը եւ թույլ տվեք ինձ հնարավորության դեպքում շատ կարճ ընդհանրացնել անեծների գլխավոր պատճառները, որոնց մենք արդեն անդրադարձանք։ which we've looked at. Առաջին հերթին սուտ աստվածներ, կռապաշտություն, կախարդություն եւ դա անմիջապես ցուցակի առաջին տեղում է։ Այնուհետև անարգանքը ծնողների հանդեպ, And then դավաճանությունը մերձավորի, անարդար վերաբերմունքը տկարների եւ անօգնականների հանդեպ, go helpless. անօրինական կամ անբնական սեռական հարաբերություններ կամ էլ մոտ ազգակցական ամուսնություններ, Depending on flesh rather than the grace of God. հակասեմիտականությունը, մարմնի եւ ոչ թե Աստծո շնորհին հուսալը, գողությունը կամ սուտը, ժլատությունն Աստծո հանդեպ եւ ավետարանի աղավաղումը, այսինքն այնպիսի բան քարոզելը, որը մատուցվում է որպես ավետարան, բայց իրականում աղավաղում է այն։ Now, I was Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 5.5 տարի ծառայելով բրիտանական բանակում ես լսել եմ, թե ինչպես են քարոզում եկեղեցական բազմաթիվ այսպես կոչված սպասավորներ։
Ես չէի ճանաչում Տիրոջը, ծանոթ չէի ավետարանին, երբ կանչվեցի ծառայության։ Տիրոջը հանդիպել եմ բանակում եւ չեմ հիշում մի սպասավորի, որ ավետարանը քարոզեր։ Սա շատ կարևոր հարց է։ So this is a tremendous issue that confronts Այժմ մենք պետք է ավարտենք մեր զրույցը, սակայն հաջորդ հանդիպման ընթացքում ես կշարունակեմ այս թեման եւ կսկսեմ այնտեղից, որտեղ կանգ առա։ Մենք կնայենք նաև անեծքի այլ պատճառներ, այնուհետև կանդրադառնանք ամենակարևորին, այսինքն կիմանանք, թե ոնց ազատվել անեծքից։ Այդ պատճառով խնդրում եմ, մնացեք աղոթքի դիրքի մեջ։ Դա չի նշանակում, որ չպետք է խոսեք ձեր հարևանի հետ, սակայն մի կորցրեք այն օծությունը, որը հիմա ձեզ վրա է, որովհետև Աստված ձեզ համար շատ բաներ է պատրաստել։ to not talk to your neighbor, but don't let the anointing which is on you right now be dissipated, because God has got a lot for you. Այսօր նա այստեղ շատ մարդկանց համար շատ բաներ է պատրաստել, Don't cheat բայց yourself. մի թալանեք ինքներդ ձեզ։ Maintain an attitude Մնացեք այն դիրքի մեջ, որը ձեզ անեծքից ազատագրության իրավունք է տալիս, որ օրհնությունն ընդունեք։